Այսօր լրատվականը քիչ առաջ ահազանգ ստացավ այն մասին, որ Գյումրու 31-ի կոտորակի 9 ընտրատեղամասում հանձնաժողովն իր գործառույթը հավուր պատշաճի չի իրականացնում, տեղում եկանք պարզելու ինչ խնդիր է առաջացել, հանձնաժողովի նախագահի հետ զրույցում պարզ դարձավ, որ ընտրողներից, քաղաքացիներից մեկի հետ որևէ տեխնիկական խնդիր է առաջացել, ինչը այս պահին լուծման փուլում է։ Նշենք, որ այս ընտրատեղամասում 11:00-ի դրությամբ ընտրել է 195 հոգի։ Մի րոպե սպասեք, որ այդպես շատ բուգատումներ չլինեն, հա։ Ժամը 11-ի դրությամբ ունեցել ենք 195 ընտրող, տեղամասում գրանցված է 1532 ընտրող, ներառյալ նաև մեր հանձնաժողովի որոշ անդամներ եւ ոստիկաններ։ Ակտիվությունը ինչպես։ Ակտիվությունը շատ լավ։ Ընթացքը ընտրախախտումներ գրանցվել են, չեն գրանցվել, գրանց համատյանում եղել են նշումներ։ Ոչ, չի եղել, մի փոքրիկ այդպես հիմա կպարզեն ամեն ինչ։ Ինչ դեպք է եղել կոնկրետ։ Ուղղակի պատահական մատ է ներկպել, այդքան բան։ Եվ կարծեմ ոստիկանություն էր Այո, բայց հիմա արդեն կպարզեն, ոստիկանը զբաղվում է այդ հարցերով։ Այսինքն պետք է պարզեն կոնկրետ ընտրախախտում եղել է։ Չէ, մարդը պատահական է, կողքի ծանծ է, մյուսի վրա ուղղակի մատը դրել էր, ցավոք սրտի դեպք ստացվեց, բայց հուսանք ամեն ինչ կպարզվի, որովհետև մարդիկ նստած են եղել, տեսել են բոլորը գրանցել են, որ ըստ պատահականություն է եղել։ Այսինքն նաև տեխնիկական բնույթի խնդիր է։ Այո, ինչ որ այդպես, մարդը մատը դրել է պատահական սարքի վրա։ Եվ նաև հիմնականում ընտրողները կան հարցեր, որոնք տալիս են, ինչից են դժվարանում, օրինակ գրիչի, չգիտեմ։ Չէ, թե տարիքով մարդիկ այո հարցնում են, իրենք սովոր են, չէ, որ գրիչով դիպցիչ կանեն, բայց այս պահին նորմալ է, արդեն անընդհատ մեր հանձնաժողովի անդամները ուղղորդում են, ոչ թե ուղղորդում են, այլ կրկնում են, հա, ինչպես կարելի է ընտրությունը կատարել, ծրարը բացեք, մի հատը մի թեշտիկը դրեք, մնացածը նետեք եւ մոտենան մեր քվեատուպի մոտ նստած անձնավորության, ով որ նստած կլինի։ Այդպես